Օրերս Երևանի Ագաթան Գեղոս փողոցում ծառերի հերթական ցեղասպանությունը իրականացվեց ԿՊԱ-կան իշխանությունների որոշմամբ։ Սա նորություն չէ, Երևանում հարյուրավոր, գուցե նաև հազարավոր ծառեր են ուղղակի հատվել, ոչնչացվել, ցեղասպանության ենթարկվել, Երևանում շնչելու օդ գրեթե չկա, բայց այսօր ուզում եմ խոսել ոչ միայն ծառահատման եւ ծառերի ցեղասպանության մասին, այլ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր դրվագի վրա։ Ագաթան Գեղոսում հատված ծառերի, այսպես ասած, բաժակները ծածկված էին հատուկ մետաղական շերտով։ Այս մետաղական շերտերը, ինչպես դուք տեսնում եք այս կադրերում, յուրաքանչյուր ծառի համար առանձին հատուկ պատվիրված է եւ այդ ծառի չափով է այն կտրված կամ ձուլված, ինչը վստահաբար մի քանի անգամ թանկացնում է պատվերը, քանի որ անհատական պատվեր եւ յուրաքանչյուր ծառի համար առանձին գծագիր ու աշխատանք ու ձուլում է արվել, հատում է արվել։ Եվ որն է այստեղ խնդիրը, ուրեմն ծառերը հատելուց 2 շաբաթ առաջ են այս մետաղական կոնստրուկցիաները, կափարիչները դրել, այդ փողոցը վերանորոգվում էր եւ 2 շաբաթ առաջ է այս աշխատանքներն ավարտվել, այսինքն քաղաքացիական պայմանագիրը ոչ միայն ծառերի ցեղասպանություն է իրականացնում, այլ նաև համայնքային պետական միջոցների թալան է իրականացնում, որովհետև այն փողոցում, որտեղ 2 շաբաթ հետո իրենք պիտի հատեն այդ ծառերը, հատուկ այդ ծառերի համար միլիոնավոր դրամներ են ծախսում համայնքային եւ պետական միջոցներից, որպեսզի հատվող ծառի հենց չափով մետաղական կոնստրուկցիա պատվիրեն։ Այնինչ, եթե այդտեղ այլ ծառեր տնկվելու, կարելի էր ստանդարտ մետաղական կոնստրուկցիաներ, կափարիչներ դնել։ Սա, կրկնվեմ, ոչ միայն ցեղասպանություն է բնության նկատմամբ, սա նաև պետական եւ համայնքային միջոցների մսխում ու թալան է։ Վստահ եմ, սրանով զբաղվելու է անպայման Մայրաստան խմբակցությունը եւ մենք բարձելու ենք, թե կոնկրետ քանի միլիոն են ծախսել անհատական այս կափարիչների պատվերների համար, կափարիչներ այնպիսի ծառերի բաժակների համար, որոնք այս կափարիչների տեղադրումից 2 շաբաթ հետո կտրվել են։